Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ մտադրությունների հուշագիր է ստորագրել, համաձայն որի Կիևը ձեռք կբերի շուրջ 100 Ռաֆալ կործանիչ, նոր սերնդի 8 Սամպտե հակաօդային պաշտպանության համակարգ, ռադարային համակարգեր եւ անօդաչու թռչող սարքեր։ Ըստ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի, մտադրությունների հուշագիրը նախատեսվում է իրականացնել 10 տարվա ընթացքում։ Ստորագրման արարողությունից հետո անցկացված մամուլի ասուլիսում Զելենսկին նշել է, որ կնքված հուշագիրն արդյունավետ եւ ուժեղ տարրեր կավելացնի Կիևի պաշտպանությանը։ Նա ֆրանսիական արտադրության նոր հոբ համակարգերը շատ կարևոր է համարել Ուկրաինայի համար։ Մակրոնն իր հերթին շեշտել է, Ուկրաինան կդառնա առաջին երկիրը, որտեղ Սամպտե զենիթահրթիռային նոր համակարգեր կտեղակայվեն։ Ֆրանսիայի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ մինչև 2027 թվականին իր պաշտոնավարման ավարտը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղություն կհաստատվի։ Նրա խոսքով Եվրամիությունը պետք է շարունակի Ուկրաինային կայուն ֆինանսական օգնություն տրամադրել երկարաժամկետ հեռանկարում, որպես Կիևին աջակցության հզոր ազդանշան։ Մակրոնը հավելել է, խոսքը ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի պաշտպանության մասին է։ Մոսկվան ուշադրությամբ կհետևի Միացյալ Նահանգներում քննարկվող օրինագծին, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ։ Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, ռուսական կողմը չափազանց բացասական է գնահատում այս նախաձեռնությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեմ չէ նման օրինագծի մշակմանը։ Նա նշել էր, որ նման պատժամիջոցների ցանկում կարող է ներառվել նաև Իրանը։ Ըստ օրինագծի մինչև 500% մաքսատուրք կարող է սահմանվել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական էներգակիրներ են գնում եւ ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինային։ Միևնույն ժամանակ նախատեսվում են սահմանափակումներ Ռուսաստանի հետ բիզնես վարող ընկերությունների նկատմամբ։ Գերմանիան հաջորդ շաբաթվանից կչեղարկի Իսրայելին զենքի վաճառքի սահմանափակումները։ Ըստ Գերմանիայի կառավարության խոսնակի, այս որոշման համար հիմք է հանդիսացել Գազայի հատվածում հրադադարի հաստատումը։ Զենքի արտահանումն Իսրայել արգելվել էր օգոստոսին Պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների պատճառով։ Գերմանիան, որը Միացյալ Նահանգներից հետո Իսրայել զենքի երկրորդ խոշոր մատակարարն է, սահմանափակել էր այն զենքերի եւ համակարգերի մատակարարումը, որոնք կարող էին օգտագործվել Գազայի հատվածում։ Վարչապետ Դոնալդ Տուսկը Լեհաստանը եւ Ուկրաինան կապող երկաթգծի վրա նոյեմբերի 16-ին տեղի ունեցած պայթյունը որակել է աննախադեպ դիվերսիա ուղղված Լեհաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգության դեմ։ Երկաթգծի Վարշավա-Լյուբլին հատվածում երկու միջադեպ է տեղի ունեցել։ Միկա գյուղի մերձակայքում պայթյունի հետևանքով վնասվել է երկաթգծի հատվածներից մեկը։ Այնուհետև նույն ուղղության վրա էլեկտրագծի վնասման պատճառով վթարային կանգառ է կատարել 475 ուղևորի տեղափոխող գնացքը։ Ուժացներ չկան։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ զինված ուժերն ուսումնասիրում են դեպի լեհ-ուկրաինական սահման տանող երկաթգծի մնացած 120 կիլոմետրանոց հատվածը։ Իսկ Լեհաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարը չի բացառել, որ դիվերսիայի հետևում կանգնած են օտարերկրյա հետախուզական ծառայությունները։ Ուկրաինայում Դանուբի ափին գտնվող Իզմայիլ քաղաքի նավահանգստում ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել հեղուկացված գազ տեղափոխող թուրքական լցանավում։ Ըստ Թուրքիայի իշխանությունների նավի 16 հոգանոց անձնակազմը տարհանվել է, տուժածներ չկան։ Պայթյունի վտանգի պատճառով Ռումինիայի իշխանությունները տարհանել են Դանուբի մյուս ափին գտնվող սահմանամերձ 3 գյուղերի բնակիչներին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։